Չխկացնել, թե չչխկացնել։ Ահա թե ինչումն է հարցը։ Այսօր մենք ուսումնասիրենք չխկացնելու կամ չչխկացնելու բոլոր կանոնները, որտեղ ինձ այդ հարցը շատ են տվել։ Եթե դուք գտնվում եք օֆիցիալ ինչ-որ առիթի, պարտադիր չի բաժակները չխկացնել։ Կարաք բաժակը մի փոքր թեքեք չխկացնողի կողմ կամ այն մարդու կողմ, ում հետ որ պետք է չխկացնեք բաժակը։ Նայեք աչքերի մեջ, eye contact-ը շատ կարևոր է։ Այսպիսի ժեստով դա հավասարազոր է չխկացնելուն։ Ընկերական կամ ընտանեկան շրջապատում կարող եք մի փոքր ավելի ազատ լինել, բայց մի բան էլ ասեմ, պետք չի այսպես անից սեղան ձգվել, որպեսզի չխկացնել մեկի հետ բաժակը, որովհետև դուք խանգարեք լիքը մարդկանց։ Այս ժեստը անելուց, այսպես բաժակը հյուրի կողմ թեքելուց, երբեք պետք չի իրան պահել գլխից վեր, հա, այսպես տիպը կոկենացը։ Չէ, այդ սիրուն չի, դա անշնորհք է։ Էթիկայի կանոններով ապացուցված բան է, դες 100%-ից բան եմ ասում, դա անթույլատրելի է։ Եվ հիմա հատկապես կանանց համար, եթե դուք շրթներկով եք, փորձեք միշտ մի կողմից խմել եւ դեպի ձեզ պահել, հա, այդ բաժակը, ոչ թե ասենք ամբողջ կողմերից են, որ ինի մասին շրթներ չէ, տենց մի արեք։ Այսքանը ձեր կենացը, առանց չկացնելու, աչքերի մեջ նայելով։